Բարևձեզ հարազատներս, հիմա կասեք ես ինչ եղավ եմ բժշկում, չի խոսում, քիչ մի հիվանդացել եմ, ուզում եմ հիվանդանալուցս պատմեմ, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների տեխնացու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում, պարբերաբար հիվանդանում եմ, լավ բան այս հիվանդանալու, այս տեսալովակիս իմաստը նա է, որ պատմեմ, թե ինչի համար է պետք մեզ հիվանդանալ, ինչի համար է դա կարևոր, առաջինը, որ հասկանանք, որ սատանա չենք, սա մեծ բան է, երկրորդը, որ վերադառնանք Աստծուն, չեք պատկերացնես, կարող է լսեք իմ տեսահոլովակները, որ ես 11 տարեկանից կտակարան եմ կարդում, ես ինչ, բայց արի ուտես, ես 2.5 տարի Հայաստանում եմ, կտակարան կարդում եմ, երբ որ հիվանդանում եմ, նարեկ կարդում եմ, երբ որ նորից հիվանդացա, սկսեցի նարեկ կարդալ, շատ ենք հեռվանում Աստծուց, անգամ կարող է քեզ թվա, թե դա քեզ չի վերաբերվում, են մնացածների մասին, դա իրոք շատ եմ խոսում, որ փոքր աստվածներ ենք Աստծո ստեղծագործած, բայց ես նենց թողում գնում եմ Աստծուն, գնում ստեղծագործում, շատ հերոներ եմ գնում, ու այս հիվանդանալն է, որ ոնց որ բերում է ինձ վերադարձում է Աստծո մոտ, շատ կարևոր է։ Երկրորդ բանը ինչով է սա կարևոր, որ մարդը վերանա իր կյանքը, ճիշտ է ապրում թե ոչ, սա շատ կարևոր է։ Սկսում եմ մտածել ինչի համար եմ հիվանդանում, իմ հիվանդությունները որն են մեծ մասը դա գլխացավերս են, արդեն ասել եմ իմ այս աշխարհի ամենաբռնաբարված օրգանը իմ գլուխն է, որ գլխացավեր են սկսվում, որ ցավազրկողները չեն օգնում, անտանելի գլխացավեր է, ու հիմա վերջերս կարծում եմ, որ Վահանաձև գեղձս էլ է շարքից դուրս եկել, այս շաբաթ պիտի հետազոտեմ դրանք, ճիշտն ասած արդեն բոլոր տիպի ախտորոշումներով պատկերացրել եմ, որ պարզվելու է այսպիսի բան ենպիսի, անգամ ձեր մասին էլ են վատ բաներ մտածել, մի մոմենտ մտածեցի, որ սա պարզվելու է, որ քաղցկեղի եղա, ժողովուրդը ասելու են, այս բժիշկը սատկում էր, դրա համար մեծ խոսում էր, որ սանք քաղցկեղ չի, բայց չիրեց ամեն չի պատրաստ ուրեմն, ամեն հիվանդանալուց պիտի մտածենք ինչի եղավ, որովհետև այդ հիվանդության ու մեղքի կապը շատ ոչ թե մեծ է, հետևանք է, հիվանդությունը մեղքի հետևանք է, ես որ վերանայում եմ իմ կյանքս, մտածում եմ, որ այս տեսահոլովակներն էլ կարող են պատճառ լինել հիվանդությունների իմ մոտ, քանի որ այս շատախոսությունը ոչ մի լավ բան չի կնոջ համար շատախոսությունը շատ վատ բան է, ուղղակի ես ուրիշ զենք չգտա մեր երկրում օգտագործելու այս տեսահոլովակներից բացի, հուսամ օգուտ ավելի շատ է, քան վնասը, ու էլ ինչ մեղքեր, որ սկսում եմ մի այսպիսի տարօրինակություն ունեմ, գուցե ձեր մոտ էլ կլինի, ես քանի որ սիրում եմ նայել ճգնավորների մասին ֆիլմեր, կարդալ իրանց մասին, ես մեկ-մեկ ինձ դնում եմ ճգնավորների տեղ, ուսերից շատ մեծ բեր վերցնում, հետո տակը ճկռում, բլվում, ջարդվում, փշրվում, վեր կենում, ասում, հա, փաստորեն, ես սուրբ չեմ, դեռ ճգնավոր չեմ, ու սա շատ վատ բան է, իհարկե, մենք պիտի կարողանանք այդ ոսկե միջինը գտնենք ամեն ինչում, խոսալու մեջ ոսկե միջինը, ուտելու մեջ, ապրելու մեջ, ամեն ինչի մեջ, սա շատ կարևոր է, այս Կիրակի, ով հետևում է մեր երկրի հոգևոր կյանքին, քրիստոնեության, անառակ որդու Կիրակին է, ու ես կամ այդ բոլոր մեղքերի մեջ, թե անառակ որդու մեղքի մեջ, թե նրա ավագ եղբոր, ցավոք սրտի, երկու մեղքն էլ շատ մոտիկ են ինձ, բայց այսպիսի մի մանավանդ հիմա այս պատերազմների ժամանակաշրջանում ենք, չնայած մեր երկրում միշտ պատերազմներ եղել, բայց հիմա արի ուտես հարևանությամբ գերտերությունների պատերազմ է, տարբեր տիպի զենքերից են խոսում, ծանր եւ այլն, բայց ես որ նայում եմ ամենաուժեղ զենքը, անհաղթահարելի զենքը դա մարդ լինելն է, ամենակարևոր զենքն է, ամենակարևոր երկրի միակ ուժը դա մարդ լինելն է, անգամ այս գերտերությունների պատերազմում մենք
մարդկանց կռիվ է, այդքան զենքերի չի կարող ցուցադրական լինի մարդկանց որոշումների պատերազմ է, մարդկանց ընտրությունների պատերազմ է, ու բոլորիս է վերաբերում, ամեն օր է դա, ոչ միայն ցուցադրական այդ պատերազմների ժամանակ պիտի լինի, դա ամեն վարքյան մարդու ընտրության պատերազմն է։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։